Տեղ, երբ արթնանում են կին առյուծները։ Գլուխ 4. Ահի և զարմանքի միասնություն։ Ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը։ Սաղմոս 139:14 Նոր Ջեյմս թագավորի թարգմանությունից։ Էգ առյուծներն ուժեղ են և հանգիստ։ Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց և իրենց կորյունների կյանքը կախված է իրենց ուժի և հմտությունների ժառանգությունից։ Քայլելիս նրանց մորթին մեղմ ծփում է, և ի տարբերություն մեզ, նրանց չի մտահոգում, որ իրենց մաշկը կախվում է կամ պոչը չափազանց երկար է, կամ որ բոլորն իրար նման են։ Նրանք իրենց հարմար են զգում իրենց կաշվի մեջ։ Էգ առյուծները ապշեցուցիչ են։ Երբ նրանց ուսումնասիրում ես վայրի բնության մեջ, համոզվում ես, որ նրանք իրականում գիտեն դա։ Այն հակադրությունը, թե ինչպես ենք տեսնում ինքներս մեզ, և թե ինչպես է էգ առյուծը ընկալում իրեն, տեսանելի կլիներ այն ժամանակ, երբ մարդկային արարածներն ու առյուծները կարողանային միմյանց հետ խոսել։ Մի պահ պատկերացնենք, թե մենք խոսում ենք նրանց հետ։ Էգ առյուծ, դու ապշեցուցիչ ես։ Էգ առյուծը պատասխանում է. գիտեմ, ուզում ես տեսնել, թե ինչ կարող եմ անել։ Մենք սարսռելով պատասխանում ենք. այո, տեսնում ես իմ թաթը, ահա նայիր։ Մենք սարսափած նայում ենք, թե ինչպես է նա իր ճանկերը հանում թաթի միջից։ Այս թաթով ես կարող եմ եղնիկին գետնին տապալել ու նրանով կերակրել իմ ձագերին և խմբի անդամներին։ Ուշադրություն դարձրու, նա ետ է քաշում իր ճանկերը և թաթը կրկին թավշյա տեսք է ստանում։ Այս թաթով ես խաղում եմ ձագերիս հետ և վարժեցնում եմ նրանց, որպեսզի ուժեղ լինեն։ Մենք գլխով ենք անում և նայում մեր եղունգներին, նկատելով, որ նրանց վրա քսած լաքը տեղ-տեղ մաքրվել է։ Իսկ էգ առյուծը նորից է խոսում. նայիր իմ ատամներին։ Մենք ետ ենք քաշվում, սարսափելով այդքան տարբեր և սուր ատամներից։ Այս ատամներով ես պաշտպանում, սպանում և ուտում եմ, սակայն այս նույն ատամներով ձագերիս մի վայրից մյուսն եմ տեղափոխում, առանց նրանց վնասելու։ Մենք գլխով ենք անում նկատելով հակադրությունը։ Հետո առյուծը բավարարված հոգոց է հանում, ամփոփելով իր գեղեցկության մասին նկարագրությունը։ Ես ահավոր և զարմանալի կերպով եմ ստեղծված։ Իսկապես, մենք կարող ենք համաձայնել, որ նա ահի և զարմանքի իրական միասնություն է։ Բայց սպասիր, դու էլ ես այդպիսին։ Ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը։ Սաղմոս 139:4 Ես կոչ եմ անում քեզ բարձրաձայն ասել էգ առյուծի խոսքերը, որոնք նաև քեզ են վերաբերում։ Անկեղծ ասած, սիրելիս, դու Աստծո հրաշալի ստեղծագործությունն ես, նմանապես և քեզ շրջապատող տղամարդիկ ու կանայք։ Մեզնից շատերը պարզապես մոռացել են, որ հրաշքը չի ավարտվում, երբ մենք արգանդից դուրս ենք գալիս։ Վերջին անգամ երբ ես զրուցել որևէ կնոջ հետ, ով մի փոքր էգ առյուծի է հիշեցրել։ Ստորև ներկայացված է այն, թե առավել հավանականությամբ ինչ կլսեիր, երբ մի կին խոսեր մյուսի հետ։ Դու գեղեցիկ ես։ Շնորհակալություն, բայց իրականում ես չեմ կորցրել այն ամբողջ քաշը, որ ձեռք եմ բերել վերջին երեխան ունենալուց հետո։ Ցանկացած կին, ով ծննդաբերել է կամ տեսել է, թե ինչպես է մեկ ուրիշ կին ծննդաբերում, կգիտակցի, որ մենք իսկապես ահավոր և զարմանալի կերպով ենք ստեղծված։ Ինչ-ինչ պատճառներով մենք մոռացել ենք այդ մասին, սակայն էգ առյուծը չի մոռացել։ Նա գիտի, որ իր գեղեցկությունը բացահայտվում է իր ուժի մեջ։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչպիսին է նրա մարմինը, այլ այն, թե ինչ կարող է անել այդ մարմինը։ Նրա գրավչությունն անհերքելի է, որովհետև նրա ուժը անվիճելի է։ Նա գիտի, թե ինչի է ընդունակ իր մարմինը և վայելում է այդ հրաշքը։ Էգ առյուծի վայելքը փառք է բերում իր արարչին։ Նա հզոր է ու հմուտ և հենց այդպես էլ վարժեցնում է իր խմբի կորյուններին, որպեսզի նրանք էլ այդպիսին լինեն։ Կարևոր է, որ մենք հիշենք ուժի գեղեցկությունը և գործենք այդ գիտակցմամբ։ Ես չեմ խոսում ֆիզիկապես ավելի նիհար լինելու մասին, այլ որ մենք պետք է և ֆիզիկապես, և հոգեպես պատրաստ ու տեղյակ լինենք կատարելու ցանկացած հանձնարարություն, որ Աստված կտա մեզ։ Եթե ուզում ենք իսկական կին առյուծներ լինել, ապա պետք է ուժ ունենանք։ Ես բացահայտել եմ, որ մեր իրական ուժի հարցում մենք շատ հեշտությամբ ենք սխալվում։ Սխալվել ամրակազմ լինելու հարցում։ Ահա թե ինչպես սկսվեց իմ մեկ շաբաթյա մոլորությունը։ Աշխարհի մյուս ծայրում հավաքույթներ անցկացնելուց հետո ես բավականին հոգնել էի։ 5 հավաքույթներն էլ ավարտված էին, օրը կիրակի էր, և առջևում ազատ երեկո ունեինք։
Ինձ հրավիրել էին հանդիպելու կոնֆերանսի ավագների թիմի հետ, որն առանց ջանք խնայելու աշխատել էր, որպեսզի հավաքույթները բարեհաջող ընթացք ունենային։ Բոլորս մի փոքր տրորված, անփույթ տեսք ունեինք քնի պակասի եւ ուտելիքի առատության պատճառով։ Եվ քանի դեռ այս վիճակում էինք, ավագներից մեկը կիսվեց ինձ հետ։ Գիտես, ասում են, որ ես դիպուկ համեմատություններ եմ անում։ Եվ այսօր կիրակնորյա հավաքույթի ընթացքում պարզեցի, թե ում ես դու ինձ հիշեցնում։ Ում, հարցրի ես։ Առանց երկմտելու նա ասաց. դու նման ես Սառա Կոնորին։ Երկար ընդմիջում եղավ, մինչև փորձեցի ընկալել նրա ասածը։ Սպասիր, նա շիկահեր չէր, անվստահությամբ հարցրի ես։ Այո, բայց խոսքը նրա մազերի մասին չէ։ Նա շարժեց գլուխը եւ անփութորեն թափահարեց ձեռքը։ Ես նկատի ունեմ նրա դեմքի կառուցվածքը, նրա կեցվածքը եւ ամրակազմ լինելը, բացատրեց նա։ Իրոք նա ասաց ամրակազմ։ Դա գրավեց իմ ամբողջ ուշադրությունը։ Նույնիսկ եթե համեմատությունը չափազանցված էր, միևնույն է, ես ցանկանում էի նմանվել այդ Սառա Կոնորին։ Ես գլխով արեցի չկամենալով բաց թողնել որևէ միտք կամ պատկեր իմ ամրակազմ լինելու վերաբերյալ։ Ես շուտով կվերադառնամ Միացյալ Նահանգներ եւ կդիտեմ Տերմինատոր ֆիլմը, որտեղ խաղում էր այդ ամրակազմ կինը։ Վերադառնալով տուն ես դիմեցի որդուս Ալեքի օգնությանը, ով հեռուստատեսային գիտակ է։ Կարող ես ինձ համար գտնել իսկական Սառա Կոնորին։ Ես պետք է տեսնեմ նրան, մարդիկ ասում են, որ նման եմ նրան։ Որդիս կասկածանքով անցավ գործի եւ գտավ Սառա Կոնորի գովազդային ցուցանակը, որտեղ նա կրում էր նեղ շապիկ, փոքր կլոր արևային ակնոցներ եւ որսորդական հրացան։ Այդքանը բավական էր հասկանալու համար, որ նա վայրագ եւ ֆիզիկապես ուժեղ տեսք ուներ։ Ես չեմ կարող ասել, որ անմիջապես տեսա նրա մայրական կողմը։ Սա ինձ համար կարևոր էր, որովհետև այն ժամանակ ես խոսում էի այնպիսի թեմաներից, ինչպիսիք են մայրությունը եւ հոգատարությունը։ Բայց այդ դեպքում միթե մայրական կողմը կապ չուներ այդ իրավիճակի հետ։ Ինչը կարող էր ավելի մայրական լինել, քան այն, երբ ֆիզիկապես մարզվում եւ սովորում ես զենք օգտագործել, իմանալով, որ կյանքիդ նպատակը որդուդ վարձու մարդասպաններից պաշտպանելն է։ Ալեքը նաև տեսահոլովակների մի հավաքածու գտավ, շատ ցածրորակ մոնտաժով, որն արվել էր 1980-ականներին։ Խճանկարը պատկերում էր Սառա Կոնորին մոտոցիկլետ վարելիս, ով մի ձեռքով հրացանն էր լիցքավորում, իսկ մյուսով հոգեբուժական հիվանդանոցի սենյակում շրջած մահճակալի վրա ֆիզիկական ձգումներ էր անում։ Այդ պահին ես նրա մեջ ինձ տեսա։ Հենց այն ժամանակ ես կարող էի վերջ դնել իմ խառնաշփոթությանը, եթե միայն ինձ ուղեի այս պարզ հարցը. Լիզա, դու երբևէ ձողից բռնած ձգումներ արել ես։ Բայց ես այդպես չվարվեցի, փոխարենը շարժեցի երևակայությունս։ Նայելով, թե ինչպես էր Սառա Կոնորը ձգումներ անում, ես պատկերացրի, որ իմ թևերը նույնքան ուժեղ են, որքան նրանը, եւ ճիշտ դրդապատճառ ունենալու դեպքում էլ կարող էի նրա նման ձգումներ անել։ Անշուշտ ես գրեթե այնքան ամրակազմ էի, որքան նա էր երևում։ Չնայած այն ժամանակ, երբ ես լավ ֆիզիկական վիճակում էի գտնվում, միևնույն է, ավագ դպրոցում ստուգարկի ժամանակ հազիվ էի կարողանում ձգվել ձողի վրա։ Ես դա անում էի պատկերացնելով, որ ոտքերիս տակ կոկորդիլոսներ կան։ Ես բոլորովին մոռացել էի, որ վնասել էի երկու ուսերս։ Մեկը դահուկ վարելիս, մյուսը պատահարի ժամանակ, որի մասին նույնիսկ չարժե խոսել։ Եկեք մտածենք այն մասին, որ ես երբեք ֆիզիկական ձգումներ չեմ արել, բայց դա կարևոր չէր։ Եթե Սառան անում էր, ուրեմն ես էլ կարող էի անել։ Ես ոչ միայն ցանկանում էի նրա նման լինել, այլև ցանկանում էի նրա նման վարվել։ Ինչու էր նա մարզվում, որ երբ նրա ժամը գար, նա ուժեղ եւ պատրաստ լիներ իր որդուն փրկելու եւ պաշտպանելու համար։ Օ, ես սիրում եմ այն կանանց, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործեն իրենց դժվար ժամանակները, որպեսզի ուժ հավաքեն։ Սառան եւ ես, ինչու՞։ Մենք գրեթե քույրեր էինք։ Այս պատրանքի մեջ ես արեցի մի բան, որ երբեք չէի արել։ Հիշեցի, որ լսել էի Gold's Gym մարզասրահի մի հիանալի մարզչի մասին, այնպես որ զանգեցի եւ խնդրեցի, որ հեռախոսը փոխանցեն այդ մարզչին։ Ես հազիվ կարողացա պահել հուզմունքս, երբ Ռոբերտից հարցրի, թե արդյոք նա այդ օրը որևէ ազատ ժամ ունի։ Ես պատկերացրի, որ 3 կամ 4 պարապմունք հետո ես եւ Սառան կդառնանք երկվորյակներ։ Այո, երկվորյակներ, տարբեր գույնի մազերով, որովհետև ես այլևս շիկահեր չէի, եւ մենք կունենայինք այնպիսի կազմվածք, որ մեր հղկված մկանուտ թևերն արտացոլեին մեկը մյուսին։
Ռոբերտը համաձայնեց մի քանի ժամից տեսնել ինձ, գնահատական տալու նպատակով։ Գնահատական բառը կարող էր կանգ առնելու պատճառ դառնալ ինձ համար, սակայն այդպես չեղավ։ Ես կախեցի լսափողը, ոգևորվեցի եւ խնդրեցի Ալեքին, որպեսզի ինձ համար մարզվելու ռիթմիկ երգեր ձայնագրի։ Եվ երբ նա ավարտեց, ես հայտարարեցի. «Ես գնում եմ մարզասրահ, ով է ցանկանում գալ ինձ հետ»։ Երկու որդիներս միացան ինձ, եւ մենք ուղևորվեցինք։ Նոր երգերով բեռնած իմ iPod-ով մտանք մարզասրահ։ Հավանաբար հաջորդ անգամ ես նեղ շապիկ կհագնեմ, որպեսզի մարզիչս հեշտությամբ կարողանա տեսնել, թե ինչ կապ կա իմ եւ Սարա Կոնորի միջև։ Հուզմունքից ես մի փոքր շուտ էի տեղ հասել, եւ հեռվից տեսնելով ապագա մարզչիս, մտածեցի, որ նա շատ ուրախ էր լինելու իր նոր աշակերտուհու հետ հանդիպելու համար։ Նա հաճույքով մարզելու էր մեկին, ով արդեն բավականին մոտ էր իր նպատակին, կամ միգուցե դա իմ պատկերացումն էր։ Ռոբերտը մարզում էր մի կնոջ, եւ ինձ նկատելով ձեռքով մատնացույց արեց վազքուղու կողմը, որպեսզի ես մի փոքր նախավարժանք անեի։ Ես նկատեցի, որ այդ կինը մոտավորապես իմ տարիքին էր, եւ սկսեցի նրա ու իմ միջև համեմատություն անել։ Նա ոչ միայն բարեկազմ էր եւ արևից թխացած, այլև իր նեղ շապիկով եւ քողարկված տաբատով Սարայի տեսքն ուներ։ Եվ այդ պահին ես վերապրեցի իմ առաջին հիասթափության զգացումը։ Մարզասրահի լույսերի ներքո ես զննեցի իմ թևերը եւ նկատեցի, որ դրանք թուլացած, գունատ եւ մի փոքր կանաչ տեսք ունեին։ Բայց սպասեք, ես չէի պատրաստվում ընկճվել, քանի որ եթե իմ օրվա գրաֆիկը կարողանայի կարգավորել, ես էլ կարող էի թխանալ։ Որպես բացահայտ մրցահրավեր, վազքուղին մի քանի աստիճան էլ բարձրացրի։ Ահա, ամրակազմ Լիզան շուտով կհայտնվի։ Մի քանի պարապմունքից եւ արևի տակ որոշ ժամանակ անցկացնելուց հետո ես կդառնայի այդ կնոջ նման։ Ի վերջո, միթե Սարան թխանում էր իր բանտախցում։ Ես մի կողմ նայեցի, միացրի իմ iPod-ը եւ ամենայն լրջությամբ սկսեցի քայլել։ Կարճ ժամանակ հետո մոտեցավ իմ մարզիչը եւ խրախուսական ժպիտ պարգևեց ինձ։ Շարունակիր եւս 15 րոպե, այնուհետև մենք կհանդիպենք, որպեսզի խոսենք քո նպատակներից։ 15 րոպե, միթե նա լուրջ էր ասում։ Ես հիշեցի, որ կարդացել եմ, որ 8 րոպեն բավական է ցանկացած մարդու գնահատելու համար, բայց ես չեմ ցանկանում հիասթափվել կամ շտկել մարզչիս մեր հանդիպման հենց առաջին օրը, ուստի ժպտացի ու ենթարկվեցի։ Երբ 15 րոպեն ավարտվեց, ես իջա վազքուղուց, ուղևորվեցի կանանց հանդերձարան, որպեսզի կշռվեմ։ Նախքան վազքուղու վրա գտնվելը ես մոռացել էի կշռվել եւ ենթադրեցի, որ մարզչին անհրաժեշտ կլինի իմանալ իմ քաշը։ Սա նշանակում էր, որ ես պետք է քայլեի այդ ամրակազմ կնոջ կողքով։ Անցնելիս նա ձայն տվեց. «Հեյ, դու Ռոբերտի հետ ես մարզվում», շնչակտուր հարցրեց նա։ Ես գլխով արեցի, անտարբերությամբ կում անելով ջրի շշից։ Նա սպանում է ինձ, հևալով ասաց նա, շարունակելով մարզվել աստիճաններով վազքուղու վրա։ Ես միշտ զբաղվել եմ սպորտով, սակայն Ռոբերտը ուրիշ մակարդակի մարզիչ է։ Ես կանգ առա ու ասացի. «Բայց դու ամրակազմ ես»։ Նա շարժեց գլուխը, կարծես ինձ պատասխանելը ավելի շատ ուժ էր պահանջում, քան նա այդ պահին կարող էր հավաքել։ Ռոբերտը մարզասրահի մյուս կողմից կանչեց իմ անունը եւ ձեռքով ցույց տվեց իր առանձնախցիկի կողմը։ Ես մոտեցա նրան ավելի պակաս վստահությամբ, քան մտել էի մարզասրահ։ Պարզապես ուզում էի կշռվել, ասացի ես։ Սակայն մարզչին իմ քաշը չէր հետաքրքրում։ Ռոբերտը ցանկանում էր իմանալ, թե որքան ուժեղ էի ես։ Սրբիչ բերել ես, հարցրեց նա։ Ոչ, պատասխանեցի ես ու բացատրեցի, որ մարզվելիս հազվադեպ եմ քրտնում։ Հավանաբար ավելի ճիշտ կլիներ ասել, որ ես հազվադեպ եմ մարզվում։ Ճարպոտ նիհար։ Ես չեմ կարող հստակ հիշել, թե ինչպես սկսվեց իմ խոնարհվելու գործընթացը, սակայն շատ լավ հիշում եմ հետևյալը, որ Ռոբերտն ինձ ուղեկցեց դեպի մարզասրահի կենտրոն, այլ ոչ թե առանձին սենյակ, որտեղ ենթադրում էի, որ կկատարվեին բոլոր գնահատման աշխատանքները։ Երբ մենք հասանք այնտեղ, Ռոբերտն ինձ կարգադրեց իջնել լիովին մաքուր հատակին եւ 10 անգամ հրում կատարել։ Ես հասկացա, որ նա նկատի ուներ ձեռքերով հատակին հենվելու հրում վարժությունը, պարզապես վստահ չէի, թե որ տեսակն էր ցանկանում։ Դուք նկատի ունեք ծնկի վրա կատարվող վարժությունը, այնպես չէ։ Ոչ, սովորական, հպանցիկ պատասխանեց նա, վերցնելով մատիտն ու նոթատետրը։ Ես իջա հատակին եւ 10 անփույթ դողդոջուն ծռմռված հրում կատարեցի։ Առանց որևէ դադարի նա շարունակեց. այժմ 25 ցածկ տեղից։
Ես խուճապի մատնվեցի։ Գիտեի, որ տեղում ցատկ կատարելը հեշտ է, սակայն չէի հիշում, թե ինչպես է դա արվում։ Ձեռքերս վերև պահած, հարցրի ես։ Ռոբերտը չպատասխանեց։ Ես ցատկեցի այնպես, ինչպես պատկերացնում էի։ Ցատկելիս նկատեցի, որ գրավում էի մարզասրահի մյուս անդամների ուշադրությունը։ Նույնիսկ տղաներս ինձ նայելով թափահարում էին գլուխները եւ ծիծաղում։ Իջիր եւ կրկին 10 հրում կատարիր, ասաց Ռոբերտը։ Շունչ քաշելով եւ ժամանակ գողանալով ես հարցրի. այս անգամ դուք նկատի ունեք հրում, ցատկ, թե մեկ այլ բան։ Հրում, պատասխանեց նա։ Ես իջա հատակին, բայց այս անգամ այդ վարժությունն անելը ավելի դժվար էր, քանի որ ձեռքերս դողում էին եւ շատ խղճալի վիճակում էին, եւ ես հազիվ էի կարողանում որովայնս պահել։ Ռոբերտը ոչ մի մեկնաբանություն չէր անում։ Եվս 20 ցատկ տեղից։ Ես ցանկանում էի այս անգամ ճիշտ կատարել, ուստի կրկին հարցրի. ձեռքերս վերև պահած։ Ձայնս զարմանալիորեն լարված էր հնչում։ Կարևոր չէ, սկսիր, հրամայեց նա։ Իսկ ինձ համար դա կարևոր էր։ Կարևոր էր նաև որդիներիս համար, ովքեր հայտնվել էին ծանր իրավիճակի մեջ, տեսնելով, թե ինչպես է իրենց մայրը ամբողջ մարզասրահի մեջտեղում ցատկեր կատարում։ Սակայն սա միայն իմ հոգեվարքի սկիզբն էր, եւ այն ավարտվեց կից սրահում, որտեղ ես փորձելու էի աթոռին նստած ոտքերը բարձրացնելու վարժությունը։ Այս մեկը հաստատ գիտեի ինչպես անել։ Ես նստեցի աթոռին եւ սպասեցի մարզչի հրահանգներին։ Ուզում եմ, որ 15 անգամ կատարես այդ վարժությունը, ասաց նա։ Ոտքերս բարձրացրի մինչև գոտկատեղ, ամբողջ ընթացքում մտածելով, որ իմ կառուցվածքը հիանալի է։ Ոչ, այդպես չէ, կարգադրեց Ռոբերտը։ Ուզում եմ, որ ոտքերդ ուղիղ պահես եւ մինչև այստեղ բարձրացնես։ Նա ձեռքը գոտկատեղիցս ավելի բարձր պահեց։ Որքան հնարավոր է ես բարձրացրի ոտքերս, սակայն չկարողացա հասնել նրա ցույց տված բարձրությանը։ Ավելի բարձր, քաջալերեց նա։ Միթե սա կատակ էր։ 15 անգամ, ես նույնիսկ մեկ անգամ չէի կարողանում այդ անել, բայց փորձեցի մի քանի անգամ հարվածել նրա ձեռքին, սակայն իմ կարծիքով նա իր ձեռքը վերև էր բարձրացնում։ Որքան հիշում եմ, հաջորդը մարզագնդերի վարժությունն էր։ Ես նստել էի նստարանին, մինչև Ռոբերտը մեկ զույգ մարզագունդ էր ընտրում։ Նա վերադարձավ 3 ֆունտանոց մարզագնդերով։ Ես ժպտացի։ Այս անգամ պետք է նրան զարմացնեի իմ ուժով։ Ռոբերտ, ես սովորաբար բարձրացնում եմ 12.5 ֆունտանոց մարզագնդեր, ասացի ես։ Եկ սկզբում սրանք փորձենք, պատասխանեց Ռոբերտը։ Քրտնած եւ դողացող ձեռքերով ես վերցրի մարզագնդերը։ Այսպես բարձրացրու։ Ես գլխով արեցի եւ հեշտությամբ բարձրացրի։ Ոչ, այդպես չէ։ Այսպես, մինչև վերջ վերև եւ մինչև վերջ ներքև, ասաց նա, թեթևակիորեն փոխելով արմունկիս դիրքը։ Ինչ որ բան այնպես չէր։ Ես չէի կարողանում մի քանի մատնաչափից ավելի բարձրացնել։ Հավանաբար պատճառը հրում վարժությունն էր, որովհետև թևերս չէին աշխատում։ Ես կրկին փորձեցի, բայց դարձյալ չկարողացա 1 կամ 2 մատնաչափից ավելի բարձրացնել։ Ցնցված նայեցի Ռոբերտին, սակայն նա արդեն շրջվել էր, որպեսզի ավելի թեթև մարզագնդեր բերեր։ Իրականում ամենաթեթևը, որ մարզասրահում կար, բայց ինչպես էր դա հնարավոր։ Անկեղծ ասած, ես սովորաբար 12 ֆունտանոց մարզագնդեր եմ բարձրացնում, իսկ երբեմն էլ 15, կմկմացի։ Դու սխալ ես բարձրացրել, եզրակացրեց նա։ Տանջանքն ի վերջո ավարտվեց։ Ռոբերտն առաջարկեց ինձ դուրս գալ մարզասրահից։ Կրծքավանդակս ծանրացել էր, ոտքերս դողում էին, եւ իմ կերպարը, համեմատած Սառա Կոնորի կերպարի հետ, լիովին անհետացել էր։ Քանի որ ես չէի անցել ֆիզիկական գնահատման ոչ մի փուլ, մենք միասին գնացինք մարզասրահին կից սենյակը, եւ Ռոբերտը հանդիսավոր կերպով մի սխեմա կազմեց։ Նա հարցրեց իմ քաշը եւ թվերը գրանցեց այնտեղ։ Ապա հարցրեց վնասվածքների մասին, եւ ես բացատրեցի, որ դժվարություններ ունեմ ձախ ծնկի եւ ձախ ուսի հատվածում։ Նա դրանք էլ նշեց։ Հետո տվեց ինձ ձեռքի մի սարք, որը նման էր Նինթենդոյի հեռակառավարման վահանակին։ Սա 2 ձեռքով պահիր քո առջևում, կարգադրեց Ռոբերտը։ Այս սարքը էլեկտրական հոսանք կուղարկի քո մարմնի մեջ եւ ճշգրիտ կկարդա քո ճարպի տոկոսը։ Նա սեղմեց կոճակը եւ կարճատև դադարից հետո էկրանին մի թիվ հայտնվեց։ Ես չզարմացա, բայց Ռոբերտը ցնցվեց, տեսնելով, թե որքան բարձր էր իմ իսկական ճարպի տոկոսը։ Միգուցե ես ճիշտ չէի պահում, ասացի։ Մենք կրկնեցինք գործողությունը եւ ինչ որ ձևով ճարպի տոկոսը 1 նիշով ավելացավ։ Միգուցե այն լավ չի աշխատում կամ ես ջրազրկվել եմ։
Այդ պահին սենյակ մտավ իմ որդին Ալեքը։ Կարող եմ ես փորձել, հարցրեց նա։ Զարմանալի է, նրա ճարպի տոկոսը 5.2 էր։ Քո ճարպի տոկոսն ինչքան էր, մայրիկ։ Առանց պատասխանելու ես նրան դուրս հրավիրեցի։ Գլուխը թափահարելով Ռոբերտը մի թուղթ հանեց, որի վրա 2 նկար էր պատկերված, որոնք նման էին մսի լայն կտորների, եւ դրանցից մեկը յուղալի էր, իսկ մյուսը ոչ։ Ես, այսպես ասած, յուղալի կտորն էի։ Դու այն ես, ինչ մենք մեղմ ասած անվանում ենք ճարպոտ նիհար, ասաց նա։ Ես սարսափեցի եւ անմիջապես առարկեցի, ասելով, որ ես շատ ակտիվ, թերևս չափազանց զբաղված անձնավորություն եմ։ Ես չէի պատրաստվում նստել այդ մարզաթոռին եւ թույլ տալ, որ ինձ վրա փակցնեին նստակյացի պիտակը։ Ռոբերտը միտումնավոր գլխով արեց։ Քանի որ դու ակտիվ ես եւ անընդհատ շարժման մեջ ես, հավանաբար բավականաչափ սպիտակուց չես ընդունում, որ պահպանես այն էներգիան, որ մարմինդ պահանջում է։ Ուստի էներգիա ստանալու համար քո մարմինն ավելի շուտ քո մկաններն է այրում, քան ճարպը։ Նկատելով իմ ապշահար վիճակը, նա շարունակեց. Դա նման է ճարպոտ միս ուտելուն։ Ինչ ես դու անում, կտրում ես ճարպոտ մասը, հետո ուտում միսը։ Մարմինն էլ նույն բանն է անում։ Այն սնվում է մսով, այսինքն քո մկաններով, եւ երբ կորցնում ես մկանային քաշդ, դու կորցնում ես ֆիզիկական ուժդ։ Եվ միակ միջոցը, որ կարող ես այն վերականգնել, ֆիզիկական մարզումներն են, որոնք վերականգնում են մկաններդ։ Նա ավելի վիրավորեց ինձ, երբ մատնացույց արեց դահլիճում մարզվող մի քանի կանանց, ովքեր ավելի խոշոր մարմին ունեին, քան ես, սակայն նրանց ճարպի տոկոսն ավելի ցածր էր, քան իմը։ Նա նաև որոշեց, որ իմ ճարպի մեծ մասը ոչ թե մարմնիս միջին հատվածում է կամ ազդրերում, այլ թևերում։ Այժմ ես իսկապես խոցելի էի դառնում։ Ցավոք մարմնիս այն հատվածը, որն իմ երևակայությամբ ամենամկանուտն էր, պարզվեց, որ ամենաթույլն էր։ Այն պատկերները, որտեղ ես եւ Սարա Կոնորը ձգումներ էինք անում, չքացան։ Այժմ իմ առջև իրական ընտրություն էր դրված։ Արդյոք ես ցանկանում էի շարունակել այրել մկաններս եւ թուլացնել իմ ուժը։ Արդյոք ես երջանիկ էի, այսպես ասած, ճարպոտ նիհար կամ կեղծ ամրակազմ տիտղոսներով, թե պատրաստ էի իսկապես ուժեղանալ։ Սակայն վրդովված եւ շփոթված ես ուժեղ լինելու որոշում կայացրի։ Ինձ համար հագուստով գեղեցիկ երևալը այլևս կարևոր չէր, եւ դա հաջողվում էր անել ճարպոտ նիհարին։ Ինձ համար կարևորը մարմնի թույլ եւ խոցելի մասերը գտնելն էր եւ դրանք էներգիայի եւ ուժի աղբյուր դարձնելը։ Ես կարիք չունեի քաշ կորցնել, ինձ պարզապես պետք էր ուժ հավաքել։ Ես հասկացա, որ քաշը իմ կառուցվածքի ճշգրիտ արտացոլումը չէր։ Ինչից էի ես կառուցված։ Վճռական իրավիճակում արդյոք ուժ կունենայի դիմակայելու փորձությանը։ Ես կարող էի մեծ արագությամբ կարճ տարածություն վազել, քանի դեռ թեքություն չկար։ Սակայն հենց տարածությունը երկարեր կամ դիմադրությունն ավելանար, ես տեղի կտայի։ Ինչու՞։ Որովհետև չափազանց թույլ էի ավել ծանրություն կրելու համար։ Ես կարող էի ոչ շատ ծանր քաշով մարզագունդ բարձրացնել միայն սահմանափակ դիրքերից։ Եվ սա էր պատճառը, որ չկարողացա Ռոբերտի տված մարզագնդերը այլ դիրքից բարձրացնել։ Իմ ուժը թուլացավ այն ժամանակ, երբ նա առանձնացրեց այն մկանային խումբը, որը թույլ եւ խոցելի էր քիչ օգտագործվելու պատճառով։ Իմ վերաբերմունքի մեջ այնպիսի փոփոխություն կատարվեց, որ նույնիսկ հիմա, երբ տպում եմ այս բառերը, հազիվ եմ կարողանում զսպել ինձ մարզասրահ չգնալու համար։ Ես գնացի մարզասրահ, որպեսզի մի բան հաստատ իմանայի, որ ես ամրակազմ եմ, եւ այս ու այն կողմից չլսեի, որ թույլ եմ։ Ինձ դուր չեկավ այն, ինչ լսեցի, սակայն որքան հրաշալի է իմանալ ճշմարտությունը եւ թույլ տալ, որ դա այնպես գործի քո կյանքում, որ կարողանաս ուժեղացնել թույլ կողմերդ։ Այսօր ես ցանկանում եմ գիտակցել իմ թույլ կողմերը, որպեսզի հայտնաբերեմ, թե ինչպես կարող եմ ուժեղանալ։ Սակայն դա մենակ չէի կարող անել։ Ինձ հարկավոր կլինի մի մարզիչ, որը կպահանջի գին վճարել եւ ջանք գործադրել։ Անպարտելի ժողովուրդ։ Այս դեպքից հետո ինձ հետաքրքրում էր այն հարցը, թե մեզնից քանիսն են, այսպես ասած, ճարպոտ նիհար, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևոր առումով։ Մենք կոկիկ ենք երևում, սակայն եթե մեր կյանքին չափից շատ ծանրություն ավելանա, չենք կարողանա այն տանել։ Մենք մեզ լավ ենք զգում, երբ քայլում ենք հարմարավետ վայրերով, հարթ մակերեսին, սակայն կյանքը վազքուղային վարժությունների սարք չէ, որը մենք ենք վերահսկում։ Մենք Աստծո հետ մի ճանապարհի վրա ենք գտնվում։
Եվ ես զգում եմ, որ այդ ճանապարհը հետ է դժվարանում է։ Ինչու այս ամենը պատմեցի ձեզ, որովհետև հավատում եմ, որ Քրիստոսի մարմինը լիակատար կերպարանափոխման եւ անպարտելի վերելքի եզրին է։ Սակայն այս միտքը միայն իմը չէ։ Աստված ասում է. «Վեր կաց ու կալը կալսիր, ով Սիոնի աղջիկ։ Ես քեզ անպարտելի ժողովուրդ եմ դարձնում»։ Միքիայի մարգարեություն 4:13, ուղերձ թարգմանությունից։ Ուշադրություն դարձրեք, որ Աստված չասաց անտեսանելի, այլ անպարտելի։ Աստծո դուստրերի ներկայությունն այս երկրի վրա շատ հզոր պետք է լինի։ Որքան է անցել այն ժամանակվանից, երբ դու քեզ անպարտելի էիր զգում։ Հավանաբար դա շատ վաղուց էր, երբ փոքր աղջիկ էիր եւ վազում ու խաղում էիր քո փոքրիկ աշխարհում։ Դու նախատեսված չես մթության մեջ թաքնվելու եւ փախուստի հույս փայփայելու համար։ Դու լույսի եւ հույսի կրող ես, եւ դու պիտի լինես Սիոնի անպարտելի, աննվաճելի ու անդրդվելի դուստրը։ Նույնիսկ այժմ ես լսում եմ այս ձայնը. «Վեր կաց, դուստր, կրկին ոտքի կանգնիր, Աստված ցանկանում է, որ դու անպարտելի լինես»։ Հաճախ մենք հոգևոր ուժ ենք հավաքում կալսվելով եւ զտվելով։ Միքիայի 4-րդ գլուխն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել այդ ծանր մարզման գործընթացը։ Աստված քեզ նոր կյանք է տալու։ Նա քեզ ազատելու է քո թշնամիներից, սակայն հենց հիմա նրանք ժողովվել են քո դեմ, բազմաթիվ անաստված ազգեր, ասելով. «Ոտքով խփենք նրան, քանի որ նա անկած է, դաժանաբար վարվենք նրա հետ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես է Սիոնը սողում կեղտի մեջ»։ Աստծուն հայհոյողները գաղափար չունեն, թե ինչ է Աստված մտածում եւ անում։ Նրանք չգիտեն, որ այդպես Աստծո ժողովուրդն է ձևավորվում, որ նա ցորեն է, որ կալսվում է, ոսկի, որ զտվում է։ Միքիայի մարգարեություն 4:10-12 խոսքեր, ուղերձ թարգմանությունից։ Ես սիրում եմ այս հատվածում գրված խոսքերը։ Երբ թվում է, թե քո թշնամիները մոտենում են քեզ սպանելու, այդ ժամանակ Աստված գործ է անում քեզ ոսկու պես զտելով։ Աստված օգտագործում է դժվարությունը որպես կատալիզատոր, որպեսզի իր ժողովրդին դարձնի ոսկու պես մաքուր, թանկ եւ կայուն։ Երբ լրատվամիջոցները կամ անհատները քննադատում են քրիստոնյաներին, նրանց ասացի մեջ երբեմն ճշմարտության նշույլ կա։ Մենք պետք է խոնարհությամբ վերաբերվենք այդ քննադատությանը եւ ընդունենք այն ճշմարտությունը, որ կա դրանցում։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ մենք կոպիտ ենք, դատող կամ չսիրող, այս գնահատականը մերժելու փոխարեն ավելի լավ է նայենք մեզ Աստծո խոսքի լույսի ներքո։ Մենք պետք է ստուգենք ինքներս մեզ եւ ներողություն խնդրենք, եթե դրա կարիքը կա։ Մենք ենթարկվում ենք նաեւ մեր թշնամու, սատանայի կատաղի մեղադրանքներին։ Երբեմն նրա հարձակումները բացարձակ սուտ են, ինչպես օրինակ, երբ հայհոյվում է մեր Տիրոջ անունը։ Մեկ ուրիշ դեպքում նրա հարձակումները չարիք են հետապնդում, երբ օրինակ Աստծո զավակներին ստիպում են ուրանալ իրենց Տիրոջը, հակառակ դեպքում նրանց մահվան կդատապարտեն։ Այստեղ պատկերացրեք ինկվիզիցիան։ Այս հարձակումների հետ չպետք է բանակցությունների գնալ, այլ դրանց պետք է հաղթել ճշմարտության եւ Աստծո հավատարմության համարձակ հռչակումներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է սալուսաբանվում հայտնության գրքում։ Եվ նրանք հաղթեցին նրան գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով, եւ չսիրեցին իրենց հոգին մինչեւ մահ։ Հայտնություն 12:11։ Երբ կարդացի Միքիայի 4:13 խոսքը, կարծես լսեցի, թե ինչպես Աստված բղավեց. «Բավական է, դուք կարծում էիք, թե կործանել եք իմ ժողովրդին, սակայն այդպես չէ, փոխարենը դուք պատրաստել եք նրան»։ Իսրայելը մեր օրինակն է։ Երբ իսրայելցիները շեղվում էին ճշմարտությունից, նրանց թշնամիներն ուժեղանում էին, եւ այս դժվար կացությունը նրանց կյանքում զտման գործընթաց էր դառնում։ Եվ Աստված բարձրացրեց իր ժողովրդին, դարձնելով վերափոխված եւ հաղթանակող, այն ժամանակ, երբ թշնամիները կարծում էին, որ պարտության են մատնել նրանց։ Հոգևոր զբաղվածություն։ Այսպիսով, ինչպես ենք մենք սկսում այս ուժային մարզանքը։ Մեր հավաքական եւ անհատական հոգևոր վիճակի ազնիվ գնահատումից։ Ճարպոտ նիհար արտահայտությունը որոշ առումով կարելի է համեմատել Հիսուս Մարզչի խոսքերի հետ։ Կարդացել եք Հայտնության գրքում նրա տված գնահատականների մասին։ 7 եկեղեցիներից միայն 2-ն անցան նրա սահմանած ուժային խիստ քննությունը։
Ահա գնահատականներից երկուսը, որ տրվեցին այն եկեղեցիներին, որոնք չանցան քննությունը։ Ես նայում եմ քո գործերի միջով, դու արթուն եւ առույգ լինելու համբավ ունես, սակայն մեռած ես, լիովին մեռած։ Ոտքի կանգնիր, խորը շունչ քաշիր, միգուցե քեզանում դեռ կյանք կա, սակայն ես դա չեմ իմանում, քո զբաղվածությանը նայելով։ Աստծո գործից ոչինչ չի ավարտվել, քո վիճակն անհուսալի է։ Մտածիր այն պարգևի մասին, որ մի ժամանակ ունեիր, այն ուղերձի մասին, որ քո ականջներով լսել էիր։ Կրկին ընդունիր այն եւ Աստծուն դարձիր։ Հայտնություն 3:1-3 խոսքեր, ուղերձ թարգմանությունից։ Ինչպես իմ ամբողջ ֆիզիկական ակտիվությունն ավելի շուտ նվազեցրեց, քան ավելացրեց իմ մկանային ուժը, այնպես էլ հոգևոր զբաղվածությունը հոգևոր ուժ չի ավելացնում։ Այն շեղում եւ հեռացնում է մեզ Աստծո գործից։ Հիսուսը տալիս է եկեղեցու առաջընթացի գծագիրը։ Գիտեմ քեզ ներսից ու դրսից, եւ քիչ բան կա, որ ինձ դուր է գալիս։ Ոչ սառն ես, ոչ տաք, շատ հեռու ես սառը կամ տաք լինելուց։ Դու հնացած ես, լճացած։ Դու ստիպում ես ինձ փսխել, դու պարծենում ես, ես հարուստ եմ, ես եմ այդ ամենն արել, ես որևէ բանի կարիք չունեմ։ Դու մոռանում ես, որ իրականում դու թշվառ ես, ողորմելի, անտուն եւ կույր մուրացկան։ Հայտնություն 3:15-17 խոսքեր։ Ինչ է սա։ Աստված անտուն է անվանում այն մարդկանց, ովքեր տներում են ապրում, եւ հնացած ու լճացած է անվանում նրանց, ովքեր հարուստ են։ Մարդկանց երկու խումբն էլ իրեն միևնույն կերպ էր տեսնում։ Միայն Հիսուսը կարող է ցնցել նրանց, հայտնելով նրանց իրական վիճակը։ Ինչու պետք է մեր բարի հովիվն այդքան խիստ լիներ։ Նա ինքն է պատասխան տալիս այս հարցին։ Որոնց որ սիրում եմ, նրանցից հաշիվ եմ պահանջում։ Խոցում եմ, ուղղում եւ առաջնորդում, որպեսզի նրանք լավագույն կյանքով ապրեն։ Ուրեմն ոտքի կանգնիր, շրջվիր, գնա Աստծո ետևից։ Հայտնություն 3:19։ Աստված ազնիվ է մեր հոգևոր վիճակի հարցում, որովհետև նա սիրում եւ մարզում է մեզ, որպեսզի կարողանանք հնարավորինս լավ ապրել մեր կյանքը։ Այս կերպարանափոխումն ավարտելու համար Հիսուսը կամենում է մեզ ցնցել եւ մտցնել ճիշտ գործունեության մեջ։ Կարիք չկա նրա հանդիմանությանն արձագանքել ամոթով, մեղքի զգացումով կամ դատապարտությամբ։ Փոխարենը եկեք ոտքի կանգնենք, շրջվենք եւ ամբողջ ուժով հետևենք Աստծուն։ Հավասարակշռել ծանրությունը։ Ես ավելի վաղ նշեցի, որ իմ ձախ ուսն ու ծունկը միշտ անհանգստացնում էին ինձ։ Իմ մարզական վիճակը գնահատելու ժամանակ հասկացա, թե ինչու էր այդպես։ Մարմնիս այդ մասերը խնդիր ունեին, որովհետև ամեն անգամ ճամփորդության գնալիս պայուսակներս գրեթե միշտ կրում էի մարմնիս ձախ կողմում։ Սակայն հետագայում, երբ սովորեցի հանգիստ տալ ձախ ուսիս եւ ծնկիս, դրանք բուժվելու հնարավորություն ստացան, իսկ վարժության միջոցով ձախ կողմս ավելի ուժեղացավ։ Պայուսակներն ու համակարգիչը տեղափոխելիս օգտագործելով մարմնիս երկու մասերը, ես այն հավասարակշռության բերեցի։ Մեզնից քանիսն են հոգևոր առումով վնասված այն պատճառով, որ չափազանց ծանր բեռ են քարշ տալիս կամ մարմնի միայն մեկ կողմն են օգտագործում ծանրությունը կրելու համար։ Սա ոչ միայն արտացոլում է այն կարիքը, որ Քրիստոսի մարմինն ունի, այլև ցույց է տալիս, թե ինչպես մենք, որպես անհատներ, պետք է ուժեղացնենք մեզ ամբողջապես, մեր հոգին, շունչն ու մարմինը։ Ժամանակն է, որ դադարենք պահպանել հին վնասվածքները եւ Աստծո հետ միասին առաջ շարժվենք։ Սաղմոս 144-ում Աստված գեղեցիկ պատկեր է նկարում այն մասին, թե հոգևոր առումով ինչի է նման, երբ իր որդիներն ու դուստրերը միասին որոշակի ծանրություն եւ բեռ են կրում։ Որ մեր որդիները մեծանան տղայությունից, ինչպես նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկները, ինչպես անկյունի սյուներ, պալատների ձևով քանդակված։ Սաղմոս 144:12։ Աստվածաշնչի նոր կենդանի թարգմանության մեջ ասվում է, որ մեր որդիները ծաղկեն իրենց երիտասարդության մեջ։ Մտածեք այս մասին։ Որդիների սերունդ, որը ծաղկում է, այսինքն ավելանում է, բարգավաճում, բազմանում եւ նույնիսկ ցուցադրում է Աստծո բարությունը, քանի դեռ երիտասարդ է։ Ինչպիսի հակադրություն կա այն ամենի միջև, ինչ մենք սովորել ենք ակնկալել։ Մենք սովոր ենք տեսնել դեռահասների եւ պատանիների, ովքեր շռայլում են իրենց երիտասարդության ուժն ու կենսունակությունը։ Դուստրերը այստեղ նկարագրվում են որպես սյուներ։ Ես նայել եմ սյուն բառի սահմանումը
եւ հայտնաբերել եմ, որ այն երկու գլխավոր նշանակություն ունի։ Առաջին նշանակությունն է աջակցություն, պաշտպանություն, ինչպես օրինակ սյուն, հենարան կամ հենակ։ Երկրորդ նշանակությունը առաջնորդն է։ Այս անվան տակ գտա այն նույն բառերը, որոնք նշված են վերևում։ Ես հավատում եմ, որ այս հատվածում Աստված նկարում է իր տան ճարտարապետական պատկերը։ Արդյոք մենք կանայքս պատրաստ ենք օգտագործվել ավելի քան միայն զարդարանքի համար եւ պատրաստ ենք արդյոք պահել Աստծո տանտանիքը։ Սա կրկին մատնանշում է ուժի անհրաժեշտությունը եւ այն ձեռք բերելու համար անհրաժեշտ մարզման կարիքը։ Վազեք, որ հաղթեք։ Բոլոր լավ մարզիկները քրտնաջան մարզվում են։ Նրանք դա անում են ոսկե շքանշանի համար, որը կորցնում է իր փայլը եւ հնանում, իսկ դուք վազում եք մի պսակի համար, որը հավիտյան ոսկի է մնում։ Չգիտեմ դուք ինչպես, սակայն ես քրտնաջան վազում եմ վերջնագծին հասնելու համար։ Դրա համար ես տալիս եմ այն ամենը, ինչ ունեմ։ Թափթփված կյանքն ինձ համար չէ։ Ես մնում եմ զգոն եւ լավագույն մարզական վիճակում։ Եվ բոլորին պատմելով այս ամենի մասին, ես չեմ պատրաստվում ննջել եւ բաց թողնել իմ մրցանակը։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 9:24-27 խոսքերում, ուղերձ թարգմանությունից։ Մի կողմ դնել նախկին սահմանափակումները։ Ես երբեք լավ մարմնամարզուհի չեմ եղել։ Ավագ դպրոցում լողի թիմի կազմում էի, քանի որ սիրում էի լողալ եւ շփվել թիմի անդամների հետ, սակայն երբեք չէի լողում հաղթելու համար։ Ես պարզապես չէի ցանկանում վերջինը լինել, այդ իսկ պատճառով երրորդ կամ չորրորդ տեղը գրավելը միանգամայն բավական էր ինձ։ Ես այնքան էի ատում լողի մրցույթները, որ յուրաքանչյուր մրցաշարից առաջ հիվանդանում էի։ Եվ շատ հաճախ ինքս ինձ տրամադրելով ասում էի. «Պարզապես մի քիչ լավ լողա, հետո դա կվերջանա եւ դու կվերադառնաս քո ընկերների մոտ»։ Ցավոք, ես երբեք չեմ գիտակցել, որ թիմը իմ կարիքն ունի։ Ես միայն իմ մասին եմ մտածել։ Ես ունեի վախեր, բայց չունեի շարժառիթներ։ Եվ քանի որ երբեք չէի մտածում թիմակիցներիս մասին, երբեք էլ չէի ստիպում ինձ շատ աշխատել։ Այլ կերպ ասած, ես երբեք չէի ակնկալում հաղթել, դրա համար էլ երբեք չէի հաղթում։ Ես ոչ մի առավելություն չէի տալիս իմ թիմին, այլ ընդամենը թիմի պարտադիր անդամ էի։ Եվ այժմ, երբ ետ եմ նայում, համոզվում եմ, որ ավելի շատ վախենում էի հաղթելուց, քան պարտվելուց։ Եթե ես աչքի ընկնեի, ապա պետք է պարտավորված լինեի պահել դա, իսկ ես չէի կամենում դրա համար գին վճարել։ Ես նաև վախենում էի, որ եթե տայի ամեն բան եւ դարձյալ ձախողվեի, ապա դա շատ ցավոտ կլիներ։ Ուստի ես տալիս էի ոչ ավել, քան 70 կամ 80%-ը։ Ես իսկապես չգիտեմ, թե ինչու էի այսպիսի ընտրություններ կատարում, բայց հիմա գիտեմ, որ անտարբերությունն այլևս ընդունելի չէ ինձ համար, հատկապես հոգևոր անտարբերությունը։ Երբ սթափվեցի այն փաստից, որ իմ կյանքը ներառում է ավելին, քան միայն ես եւ իմը, սկսեցի հրելով առաջ շարժվել իմ բոլոր նախկին սահմանափակումների միջով։ Կին առյուծին արթնացնելու համար դու պետք է նույնն անես։ Ուժ հավաքելու առաջին փորձերը անելիս միգուցե ձախողվես, սակայն այստեղ նաև սովորելու բան կա։ Ես չեմ ճանաչում մեկին, ով առաջին փորձից կարողանա գերազանց հմտություն ցուցաբերել։ Պետրոսի 2-րդ թղթի 3-րդ գլխի 1 եւ 7-րդ խոսքերում ասվում է. «Ձեր միտքն անշեղ եւ ուշադիր պահեք, Աստված պատրաստ է կրկին խոսել իր խոսքը, կրկին ահազանգ տալ»։ Ուղերձ թարգմանությունից։ Ուշադրություն դարձրու, որ դու պատասխանատու ես միտքդ զգոն պահելու համար։ Յուրաքանչյուր օր դու իշխանություն ունես լինելու կամ ուշադիր եւ կենտրոնացած, կամ անուշադիր եւ ցրված։ Իսկ հիմա գործողության անցնելու ժամանակն է, որովհետև մեր Աստված պատրաստ սպասում է։ Նա մտադիր է ուղղել այն, ինչը սխալ է այս աշխարհում։ Նա մարտական է տրամադրված եւ վստահ է, որ կհաղթի։ Երբ մեր բարձրյալ Աստված ազդանշան տա, արդյոք դու էգ առյուծի պես ուժեղ, ճարպիկ եւ ցատկելու պատրաստ կլինես։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքի լույսի ներքո գնահատի քո ուժը, եւ դժվարությունը դառնա մարզման դասընթաց, եւ դու իմանաս, որ նրանից հաղթանակած ես դուրս գալու։ Թույլ տուր, որ Աստծո խոսքի կշիռը եւ Սուրբ Հոգու կոփումն ու մարզումը աշխուժացնեն եւ զարգացնեն քո կյանքի թույլ կամ վնասված բնագավառները։ Ուշադրություն դարձրու ոչ թե նրան, թե ինչպես ես հագնված, այլ նրան, թե ով ես դու հոգու մեջ։ Մի վախեցիր քո ուժից,
այլ էկ առյուծի պես դրանով փառաբանիր Աստծուն։ Հիշիր, որ երբ ամբողջ աշխարհը լցված է վախով եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը, այդ ժամանակ երկնքի եւ երկրի Աստված, ամենի արարիչը կոչ է անում քեզ ցուցադրել իր հրաշքը քո կյանքով։ Դու հավատում ես դրան։ Իսկ ինչ կա քո մեջ, որ զարմանք է առաջացնում։ Դու կարող ես լսել քո սրտով, կարող ես ռազմավարություն մշակել։ Դու հմուտ եւ ստեղծագործող ես, դու մայր եւ ուսուցիչ ես, դու կարող ես սեմինար կազմակերպել եւ հավաքել ամբողջ ընտանիքդ։ Դու կարող ես թափթփված եւ քաոսային սենյակը գեղեցիկ դարձնել։ Թե դու դատարկ մի էջ ես, որի վրա դեռ պետք է գրել։ Ոչ ոք չի կարող իսկական բավարարվածություն գտնել, մինչև չգիտակցի, որ ինքը մեկն է, ով ուժ է տալիս շատերին։ Սիրելի քույր առյուծ, մենք քո անվեհեր ուժի կարիքն ունենք։ Այն իսկապես զարմանալիորեն գեղեցիկ է։